Պարոն Պարսիլյան, ԿՊ համամասնական ցուցակի ընտրության ժամանակ ձեզ ԿՊ հիմնադիր անդամներից մեկը տեսնել բավականին քիչ քվեներով։ Դուք այս քվեարկությունը ինչպես եք բացատրում, ինչու դուք ցածր ստացաք քվեներ։ Անկեղծ ասած, լեգիտիմ ընտրություններում ներքևի կամ պարտություն կրել է կամ ներքևի բաներում համարներում հայտնվել է իրականում մասնակցի համար իր համար հարցեր դնելու ու իր աշխատանքը մի հատ նորից վերաիմաստավորելու, վերագնահատելու պատճառը, այսինքն ես պիտի փնտրեմ պատճառներն ու խնդիրները իմ մեջ, որովհետև ընտրությունները կասկածի տակ դնել իհարկե ես չեմ պատրաստ։ Մամուլում կար տեղեկություններ, որ եղել է նաև որոշակի ուղղորդումներ, նման բան հերքում եք դուք, այսինքն որևէ ձևով ուղղորդում չի եղել։ Հաշվի առնելով մեդիա դաշտը, մամուլում առկա տեղեկությունների համար դեռ փաստ չեն, որ ես իմ համար հետևություններ անեմ կամ գնամ այդ ճանապարհով։ Ես եթե նման բան նկատած լինեի, համենայնպես ես չէի հանդուրժել։ Դուք հիմնադիր անդամ եք, ձեզ համար օրինակ այսպես դուք ասում եք ձեր աշխատանքը պետք է վերանայեք, պարոն Պարսիլյան, բայց հայտնվել են օրինակ 50-յակում մարդիկ, որոնք երբևէ ԿՊ հետ գործ չեն ունեցել, հետո դարձել են կուսակցական, այսինքն այս առումով դուք անարդարության այսպես զգացում չունեք։ Տեսեք, իրական մեծ ժամանակագրական նախանձը, եթե այդտեղ ձևակերպենք, ասենք ես եթե սկզբում եմ, ուրեմն ես արդեն իսկ դրանով պետք է նախապատվություն ունենամ, այդ շատ մարդկային է, բայց դա կեղծ օրակարգ է ու սխալ բան է այդ իրական։ Ուղղակի ձեզ որպես ԿՊ հիմնադիր անդամ ավելի քիչ են ճանաչում, փաստորեն ստացվում է, որ չեն ընտրել կամ ինձ որպես ԿՊ հիմնադիր անդամ, ԿՊ հիմնադիրները շատ լավ են ճանաչում, ասես կարելի է ձևակերպել, դա խոսում է նրա մասին, որ կուսակցությունը մեծանում է եւ հիմնադիր անդամ լինելը դա դեռ նախապատվություն չի եւ հիմնադիր անդամ լինելը դեռ առավելություն չի, ավելին էլի եմ ասում, ես ուրախ եմ, որ կուսակցությունը ժողովրդավար ճանապարհով առաջ է գնում, հիմա մի հատ էլ հավելյալ հնարավորություն ինձ, որ գոնե այս 4 ամսվա ընթացքում ընդդիմության իմ օրինակով ցույց տամ, թե ոնց են համակերպում, ոնց են ընդունում լեգիտիմ ընտրությունների արդյունքները։ Այսինքն դուք արդեն համակերպել եք, որ ազգային ժողովի հաջորդ խորհրդարանում, այսինքն չեք լինելու։ Եթե չեմ լինի, նորմալ է, իհարկե ես իմ ցանկությունը ծառայել պետությանը եղել է դեռ 10-ամյակներ առաջ կարելի ասել։ Չեք հեռանալ կուսակցությունից։ Չէ, սա հիմք չի կարող լինել, որտեվ ընտրությունները ինչ որ հարց է որոշվել, դա ես մի անգամ առաջի օրը որ ինձ հարցրեցին, դա ասել եմ ես երբ դուրս կգամ կուսակցությունից, երբ որ ես հասկանամ, որ կուսակցության գործելավոճը եւ գաղափարախոսությունը ռադիկալ տարբերվում է իմ գործելավոճից, իմ ընդունած արժեքներից ու գաղափարախոսությունից։ Ինչու եք զբաղվելու, եթե падգամավոր չդարձաք։ Հուսամ ինչ որ առաջարկներ կլինեն, որտեղ ես կարող է լինի, ու եթե ես գտնեմ, որ ես այդտեղ իրոք կոմպետենտ եմ, ես կկարողանամ ծառայել այնպես, որ հետո մարդիկ հիմնավորված ինձ չմեղադրեն վատ աշխատանքի մեջ, ես անպայման կընդունեմ առաջարկ, եթե նկատեմ, որ դա իմ կոմպետենտությունից դուրս է եւ ես չեմ կարողանալու հաջող եմ այդտեղ, իհարկե կհրաժարվեմ, այսինքն ոչ թե անձնային շահնա, թե ես ինչ եմ աշխատելու կամ ինչ եմ անելու, այլ եմ ասում, ձգտումն է ծառայել Հայաստանի Ձեր մասնագիտական գուցե դաշտը եւ մասնագիտական չեմ կարող ասել ոնց։ Եթե չեմ սխալվում, IT ոլորտում։ IT ոլորտում ես այստեղ մինչև падգամավոր դառնալ, այստեղ վարչության պետ եմ աշխատել